Նոյանտապանում հյուրընկալել եմ Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ հրապարակախոս Անահիտ Ադամյանին, Տիկին Ադամյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարի օր, ես եմ շնորհակալ։ Մի քանի օր է կալանավորված Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցները բողոքի ակցիա են անում, պահանջելով վերականգնել իրենց աշխատանքը, հնարավորություն տալ գնալու աշխատանքի։ Ծառուկյանն էլ է այսօր անդրադարձել խնդրին, նշել, որ այս ձեռնարկությունների նկատմամբ գործողությունները իրենց ցավ պատճառելու համար են, մինչդեռ տուժում են արդար քրտինքով վաստակող մարդիկ։ Այս ընթացքում մենք տեսնում ենք, որ ռուսական սահմանափակումները չեն վերանում, թվում է թե կապ չունեն, բայց հարցս ավարտեմ, փորձենք ընդհանուր համատեքստում դիտարկել։ Ռուսական սահմանափակումները չեն վերացել, դրանց արդյունքում էլի տուժում է շարքային քաղաքացին։ Մենք կարող ենք օտարերկրյա պետության ղեկավարությանը կամ նրանց քաղաքականությունը քննադատել, մեղադրել, բայց այս դեպքում ուզում եմ հասկանալ հայրենի իշխանության գործողությունները ինչպես կարելի է բացատրել, որպեսզի համոզիչ լինի, ընկալելի լինի եւ մարդկանց բավարարող, եթե իրավիճակը բավարարող կարելի է գնահատել։ Նկատի ունեք հայրենի իշխանության գործողությունները, թե հայրենի իշխանության անգործությունը, որտեղ այստեղ այդ երկուսը ըստ էության զուգահեռ կա։ Տեսեք, այն հանգամանքը, որ շատ երկար ժամանակ ամենայն դեպս Հանրապետություն կուսակցությունը կարող եմ արդեն արձանագրել տարիներով, զգուշացնում էր, առաջարկներ էր անում, ինչ պետք է անել, ԼԻԱՏՄ-ից, անցնցում դուրս գալու, Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական մոնոպոլիաները նվազեցնելու, հետևաբար նոր աշխատատեղեր ստեղծելու, հետևաբար այլընտրանքներ ստեղծելու թե լոգիստիկային, թե արտադրությանը, թե այդ մոնոպոլիաներին, այս ամեն ինչը եղել է, այս ամեն ինչը փաստ է։ Հիմա եթե մենք դա զուգահեռում ենք այս ստեղծված իրավիճակին, տեսեք, ստեղծված իրավիճակը հետևանք է նրա, որ Ռուսաստանը այնուամենայնիվ գնաց պատժամիջոցային քաղաքականության, որի մասին եւս մենք կանխավ զգուշացնում ենք, որ Ռուսաստանը այս քայլերը մեր դեմ կարող է անել, որովհետեւ մենք դրա հնարավորությունը իրեն տալիս ենք, մենք չենք կանխել դա որևէ կերպ եւ պետք է դրանից պաշտպանված լինել։ Ստացվեց այնպես, որ Ռուսաստանի Դաշնությունն այդ քայլին գնաց, մեր իշխանությունները դրան անպատրաստ էին, փոխարենը դրան պատրաստ էր Եվրամիությունը։ Եվ Եվրամիությունը եկավ աջակցության։ Մենք շեղվենք, Տիկին Ադամյան, իմ հարցը այն մասին էր, որ գրեթե նույն գործողություններն են իրականացվում շարքային քաղաքացիների նկատմամբ։ Հիմա այս քաղաքացիների բողոքը արդյոք արդար չէ։ Եթե նկատի ունեք, այստեղ անգործությունն է, անգործության պահը ավարտվում է, գործողության պահն է գալիս։ Եթե նկատի ունեք Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններում աշխատողներին, միանշանակ պետությունը սխալ է, որովհետև տեսեք, Գագիկ Ծառուկյանը ոնց որ թե այն ամեն ինչ անում էր, նոր չի անում։ Գագիկ Ծառուկյանը ամենայն դեպս քաղաքական մի գործիչ է, ես այդ գործիչ հարցականի տակ եմ ուզում դնեմ այդ գործիչ հասկացությունը, գիտեք ինչու, որովհետև եթե դու քաղաքականության մեջ ես, դու քաղաքականության մեջ պետք է լինես անընդհատ։ Գագիկ Ծառուկյանը քաղաքականության մեջ իրեն զգում է համարյա թե բոլոր ընտրություններում միայն նախորդին, Կարոզարշավից մի 5-6 ամիս առաջ։ Այդպես չի լինում։ Պարզապես այդպես չի լինում։ Գիտեք, ես որևէ ձևով որևէ մեկին, ոչ միայն Գագիկ Ծառուկյանին, ընդհանրապես որևէ մեկին չեմ ուզում մեղադրել, բայց շատ այդ իրավիճակը հիշեցնում է պատվերված, պատվիրակված քաղաքականություն։ Դու քո համար գործարար ես, քո վիթխարի կայսրությունն ես ձևավորել, աշխատեցնում ես այդ կայսրությունը, այդ կայսրության մեջ ընդգրկված են մեծ թվով մարդիկ, որոնք կամ արժեք են ստեղծում, կամ ծառայություն են մատուցում։ Այսինքն դու քո իմպերիան ունես եւ պատասխանատու ես քո իմպերիայի համար։ Ուրեմն աշխատի քո իմպերիայում։ Մի մտի քաղաքականություն։ Իսկ եթե մտնում ես, պետք է արժանանաս այսպիսի պատժամիջոցների, իսկ եթե մտնում ես քաղաքականություն, եթե մտնում ես քաղաքականություն, պետք է բոլոր վտանգները, հետևանքները եւ արդյունքները հաշվարկես։ Եկեք հասկանանք, էլի Գագիկ Ծառուկյանի ֆենոմենը ինչպես ստացվեց ընդհանրապես։ Գագիկ Ծառուկյանը միջինից ցածր էր, մակարդակի իր համար պես գործարար էր։ Ոչինչով աչքի չընկնող մարդ։ Չհաշված, ասենք, քրեական գործ եւ այլն, բոլորի կյանքում էլ նման իրավիճակներ ցանկալի չեն իհարկե, բայց կարող են պատահել։ Ինչպես Գագիկ Ծառուկյանը հայտնվեց քաղաքականության մեջ։
Գագիկ Ծառուկյանը հայտնվեց քաղաքականության մեջ, որովհետև Ռոբերտ Քոչարյանին պարտադիր պետք էր սեփական կուսակցություն ՀՀԿ-ից իշխանությունը վերցնելու համար 2007 թվականի ընտրություններում։ Եվ ասեմ ձեզ, որ Գագիկ Ծառուկյանը բացարձակապես միակ տեխնացուն չէր։ Օրինակ կար Արտաշես Թումանյան, նախագահի աշխատակազմի ղեկավար, բայց նա հրաժարվեց։ Սահմանադրական դատարանի նախագահ Գայք Հարությունյանին էր առաջարկվել կուսակցություն ստեղծել, դառնալ նախագահ, էլ հրաժարվեց։ Էլի մարդիկ կային, Գայք Ծառուկյանը համաձայնեց։ Ի սկզբանե Բաղրամյան 26-ում դա բիզնես պրոյեկտ է եղել, դա չի եղել քաղաքական կուսակցություն եւ այլն եւ այլն եւ այլն։ Միակ խնդիր ունեցել է 2007-ի ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի համար ապահովել շարունակականություն իշխանության մեջ։ Պարտվեց Գագիկ Ծառուկյանը։ Իբրև կուսակցություն ԲՀԿ-ն պարտվեց, ՀՀԿ-ն հաղթեց։ Թվում էր այդքանից հետո այնուամենայնիվ կարելի է համարել միսիան ավարտված, Մավրը ավարտեց գործը, Մավրը հեռանում է։ Բայց չհեռացավ Մավրը մնաց քաղաքականության մեջ չլինելով բացարձակապես քաղաքական, անց քաղաքական կերպար, փոխարենը այդ ամբողջ ընթացքում Գագիկ Ծառուկյանը դարձավ համարյա թե երկրի, ինչ ասեմ, միլիարդատերերից, միլիոնատերերից առաջինը։ Ինչու՞, որ ծառայությունների համար։ Հարցեր են, չէ՞ սրանք։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները թվում է առավոտից այսպես մակերեսի վրա են, բայց իրավականորեն տրված չեն։ Քաղաքական գնահատական Գագիկ Ծառուկյանի չքաղաքական անցյալին տրված չի։ Գուցե հասել է այդ ժամանակը, որովհետև տարատեսակ բարեգործություններ անելով, ինչու ոչ նաև ընտրակաշառքներով բարբերաբար խորհրդարանում հայտնվելով, իշխանական կոալիցիաներում հայտնվելով, դուրս գալով, ինչ քաղաքական հետագիծ է ունեցել ԲՀԿ-ն։ Եկեք էդ էլ հասկանանք, ԲՀԿ-ն ինչ դեր է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախ պետության կյանքում, անկախության ամրապնդման տեսակետից։ Պատահական չի, չէ, որ ԲՀԿ-ն այսօր համարվում է Կրեմլի ենթակա։ Պատահական չի, չէ, Կրեմլը մտցրեց խաղի մեջ Տիկին Ադամյանը։ Միանշանակ, ու չգիտես ինչի համար։ Ինչի համար։ Եթե Կրեմլը գործում էր անվերջ Պահեստայինների նստարանը այսպես բազմացնելու, տիրաժավորելու քաղաքականության տեսակետից, կոնե տարիքը հաշվի առնելով, վաստակը հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանին կարող էին հանգիստ թողնել, որովհետև Գագիկ Ծառուկյանին պարզ է, չէ, որ իր երկրորդ համարն էլ միանշանակ պարտադրվեց։ Ամենայն դեպս Գագիկ Ծառուկյանը չէր քնում, արթնանում, երազներում ունենալով նման երկրորդ համար իր ցուցակում, որը ԲՀԿ-ի հետ որևէ կապ չունի։ Որևէ կապ չունի։ Բայց բոլոր որ համադրում ես, ստացվում է Գագիկ Ծառուկյանը իր քաղաքական ռիսկերը հաշվի չի առել։ Բայց դա բացարձակապես չի նվազեցնում պետության պատասխանատվությունը, որտեղ բոլոր այն մարդիկ, ովքեր աշխատել են ձեռնարկություններում, պատասխանատու չեն Գագիկ Ծառուկյան քաղաքական կերպարի չկայացվածության, Գագիկ Ծառուկյան քաղաքական կերպարի գործողությունների համար։ Ես ուրախ եմ, որ գոնե Արարատ ցեմենտը աշխատում է։ Ես ուրախ եմ, որ այնուամենայնիվ մյուս ձեռնարկություններն էլ աստիճանաբար կվերադառնան աշխատանքային նորմալ ռիթմի։ Դա շատ կարևոր է։ Ես կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր այդ ձեռնարկություններում աշխատում են, որևէ պատասխանատվություն չեն կրում Գագիկ Ծառուկյանի քաղաքական անցյալի կամ ներկայի համար։ Ժողովրդական լեզվով եթե ձևակերպեմ հարցը, ասել, որ Տիկին Ադամյան, Նիկոլ Փաշինյանի ուժը, այսպես ասած, պատեց միայն Գագիկ Ծառուկյանի վրա։ Եթե ապավինենք Նիկոլ Փաշինյանի բազում խոստումներին, որոնք հնչել են թե քարոզարշավի ժամանակ, թե քարոզարշավից հետո, հրեշը եռագլուխ էր։ Այո։ Եվ այդ երեք գլուխներից ամենայն դեպս Գագիկ Ծառուկյանը ամենահզորը, ամենասարսափելին, ամենահազդուն հաստատ չէր։ Կա այնտեղ Ռոբերտ Քոչարյան, կա այնտեղ Սամվել Կարապետյան։ Ես չգիտեմ Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանի քաղաքական հետագիծը ինչպես կգնահատվի, բայց այստեղ կա նաեւ մեկ այլ համընկալում, տեսեք, մենք քննարկում ենք իրադարձություններ, որոնք այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետության քաղաքական աջենդայի առաջին 3 կետերում հաստատ չեն, որովհետև այդ քաղաքական աջենդայի առաջին 3 կետերում, ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ ընտրություններից հետո, թերևս առաջիկա ամենայն դեպս 5-10 տարում մնալու են բոլորովին այլ խնդիրներ։
Իսկ այդ խնդիրներից գերկարևորը խաղաղությունն է։ Խաղաղության համար դու պետք է ունենաս բանակ, բանակ, որը պատրաստ է 6-րդ սերնդի պատերազմի։ Խաղաղության համար դու պետք է բանակ պահելու համար պետք է ունենաս տնտեսություն։ Ինչ ես արել դու քո տնտեսության մեջ։ Ինչու քո տնտեսությունը չի դառնում ապրանք արտահանող տնտեսություն։ Այ հարցազրույցի սկզբում մենք թեթևական հրադարձանք այդ թեմային։ Հիմա մենք ինչ անենք, շնորհակալություն հայտնենք ցարին, որ պատժամիջոցներ սահմանեց, որպեսզի Հայաստանի Հանրապետության համենայն դեպս գյուղ մթերքների մասով դիվերսիֆիկացիա տեղի ունենա։ Շնորհակալություն հայտնենք ցարին, որ այն արտադրողները, որոնց հետ այս ամբողջ ընթացքում պետությունը չի աշխատել ստեղծելու համար այն հարթակը, որի մասին խոսում էր Եվրահանձնաժողովի նախագահը, համենայն դեպս վստահեցնում եմ ձեզ, նրա գործը չի այդ հարթակը ստեղծելը, նրա գործը չի 15 միլիոն եվրո տրամադրել մի հարթակի ստեղծման, որը պետք է արտադրող սպառող կապը ապահովի, այդ կապի ապահովումը պետության խնդիրն է, պետության խնդիրն է նոր լոգիստիկաներ, նոր շուկաներ գտնելը։ Ունենք չէ էկոնոմիկայի նախարարություն, ունեցել ենք չէ էկոնոմիկայի նախարարներ, մեկը մեկից փառահեղ, մեկը մեկից պայծառ կերպարներ ունեցել ենք չէ։ Այդ պայծառ կերպարները այսօր ասում են, որ դե մեր այսպես կայքում դրված էր առաջարկներ, բայց մեր գործարարները չգիտես ինչու զրո հետաքրքրություն ցուցաբերեցին։ Իսկ դուք ինչու զրո հետաքրքրություն ցուցաբերեցիք այդ գործարարների զրո հետաքրքրության նկատմամբ, չէ՞ որ այստեղ պետության խնդիրներ, այստեղ դիվերսիֆիկացիայի խնդիրներ։ Ձեր գործն էր այդ զրո հետաքրքրությունը 100%-անոց հետաքրքրության վերածելը։ Եթե իրականում դուք նկատի ունեք, որ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը պետք է դիվերսիֆիկացվի, եթե նկատի ունեք, որ մոնոպոլիաները Հայաստանի Հանրապետությունում պետք է վերանան։ Հիմա նկատի ունեք, թե չունեք։ Այս է խնդիրը։ Տիկին Ադամյան, դուք որպես առաջնահերթություն նշեցիք խաղաղություն առաջիկա տարիների համար, տնտեսության զարգացումը, դիվերսիֆիկացումը, այստեղ նաև ավելացնենք արդարադատությունը, չէ, արդար դատական համակարգը Տիկին Ադամյան, եւ այս համատեքստում, եթե դիտարկենք, օրինակ Փաշինյանի հետ վիճած այդ բժշկուհուն աշխատանքից ազատելը, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ գործողությունները, հետընտրական այս զարգացումները, որքանով է մեզ հույս տալիս հավատալու, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը առաջիկա 5 տարում իսկապես կիրականացնի արդարադատության համակարգում այնպիսի բարեփոխումներ, այնպես կբարելավի իրավիճակը, որ եթե լինեն 5 տարի հետո ձերբակալություններ, մենք դրանց քաղաքական ենթատեքստը չենք տեսնի։ Մարդիկ արդեն համոզված կլինեն, որ գործ ունեն բացառապես իրավական երևույթների հետ եւ ոչ թե քաղաքական հետապնդումների։ Այս կարծում եմ, որ ձեր հարցի պատասխանը առաջին ինքը վարչապետն է տվել, որ բողոքելով բողոքում էր արդարադատության համակարգից, արդարադատության համակարգի չկայացվածությունից։ Բայց թերևս վարչապետը վերջին մարդն էր, որ դրա իրավունքը ունի ընդհանրապես, որովհետև ցանկացած համակարգում բարեփոխումների պատասխանատուն իշխանությունն է, ցանկացած համակարգում բարեփոխումների վերջնական արդյունքին հասնելու պատասխանատուն իշխանությունն է։ Ինչի է հասել այսօր իշխանությունը արդարադատության համակարգում։ Տեսեք, ձեր նշած օրինակներին ես կարող եմ տասնյակ օրինակներ ավելացնել հենց մեր կուսակցության պարագայում։ Հիշում եք, որ ամիսներ առաջ շատ աղմկահարույց գործեր Արամ Սարգսյանի դեմ նախաձեռնված մահափորձը։ Եվ այսօր այն մարդը, որ Արամ Սարգսյանի դեմ մահափորձ էր նախաձեռնել, նռնակ նետելու եւ այլնի, ազատության մեջ է։ Պարզապես ազատության մեջ է։ Ոնց բացատրել դա։ Արդարադատության մեր ամենաարդարադատ համակարգի, ինչ ասեմ, գործողությունների դեպքում։ Կարող եմ ավելացնել նաև այն քրեական գործերը, որոնք հարուցվել են մեր կուսակցության անդամների նկատմամբ, եւ այդ քրեական գործերում ամենայն դեպս շահել է ոչ հանրապետության ներկայացուցիչները։ Հանրապետության ներկայացուցիչներին պարտադրել են, ասենք, X թվով գումարներ վճարել հանուն այդ արդարադատության կայացման, թեպետ եթե նայում ես այդ քրեական գործերը, բացարձակապես իրավաբան չլինելով, կներեք, ապավինում ես սոսկ տրամաբանությանը, միանգամայն հակառակ ընթացքը պետք է ունենար։ Որտեղ է այս պարագայում արդարադատությունը։ Որտեղ է արդարադատությունը։
Այս ամենով հանդերձ հիմա դուք ինչպես եք տեսնում Փաշինյանի պատկերացրած կամ կերտած առաջիկա 5 տարվա Հայաստանը ինչպիսին է լինելու եւ նաեւ ժողովրդավարության տեսանկյունից։ Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը վաղ թե ուշ ստիպված է լինելու ժողովրդավարության վերաբերյալ իր պատկերացումները փոխել, որովհետեւ տեսեք, օրինակ այս ընտրություններից առաջ Հունիսի 7 ընտրություններից առաջ բացահայտորեն Նիկոլ Փաշինյանը վախեցավ, որ քաղաքացիական պայմանագրին կհամարեն վախկոտ կուսակցություն կամ վախկոտ իշխանություն, եթե ընտրապայքարից անի իր գլխավոր մրցակցին։ Այն է ուժեղ Հայաստան կուսակցությունը։ Դա վախի արտահայտություն էր, ինչպես էլ որ դա փաթեթավորվի քաղաքական ինչ տերմինոլոգիայով էլ որ դա ներկայացվի, որովհետև Նիկոլ Փաշինյանին կասեին ժողովրդավար չի։ Չէ, այո։ Արդյոք ժողովրդավարություն էր օրենքները ոտնահարելը, որովհետև Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր օրենքներով այդ կուսակցությունը անհավասար մրցակցային պայմաններ ստեղծելով դաշտի մյուս կուսակցությունների հետ, օտարերկրյա ֆինանսական կապիտալ օգտագործելով, բազում առերևույթ ընտրակաշառքների դեպքերի մեջ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչական մարմինների հարուցած գործերում ներգրավված լինելով իրավունք չուներ մասնակցելու։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանգիստ մեր դիմումի համաձայն, դա իր լիազորությունների շրջանակում էր, կարող էր այդ կուսակցության գրանցումը համարել անվավեր, բայց դա չեղավ։ Կուսակցությունը մասնակցեց ընտրություններին եւ խորհրդարանում ստացանք այն պատկերը, ինչ ստացանք։ Այսինքն առաջիկա 5 տարիներին մենք ստացանք այն պատկեր, որ Ռուսաստանի Դաշնությունը կատարեց իր ծրագիր մինիմումը։ Հայաստանի Հանրապետության խորհրդարանում ունի շատ ավելի մեծ ներկայացություն, քան ուներ նախորդ խորհրդարանում, եւ այդ ներկայացուցիչները 5 տարի շարունակ լծված են լինելու Հայաստանի Հանրապետության գլխավոր խնդիրները ձախողելուն։ Օրինակ, Հայաստանի Հանրապետությունը չի կարող որևէ պարագայում տրիպ կառուցվել դա Ռուսաստանի Դաշնության դեմ է։ Հայաստանի Հանրապետությունը որևէ պարագայում խաղաղության համաձայնագիր չպիտի ստորագրի, որտեղ Ռուսաստանի Դաշնությանը տարածաշրջանում պետք է ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակ։ Հայաստանի Հանրապետությունը որևէ պարագայում տնտեսական զարգացման որևէ քայլ, բանակի վերափոխման որևէ քայլ չի անելու, դա Ռուսաստանի Դաշնության շահերին դեմ է։ Հիմա եկեք դնենք հավասարակշռենք, այսպես հավասարակշռման, բալանսավորման, տարածաշրջանայնացման, լավ են, չէ՞, ինչու՞ այդ եզրույթները։ Այս ամեն ինչին համադրենք ու փորձենք հասկանալ։ Իսկ ո՞րն էր Հայաստանի Հանրապետության պետության Հայաստանի Հանրապետության քաղաքացու ձեր իմ մեր ունկնդիրների շահերից բխում, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանված լինի ավելի արագ զարգանա, թե ասեն օй, այս ինչ ժողովրդավար երկիր է Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը չվախեցավ ուժեղ Հայաստանի հետ մրցակցությունից։ Պարզ դրամաբանություն։ Ես կարծում եմ, որ այստեղ նույնիսկ ռետորական հարց չկա։ Հարցերը, գիտեք, հարցերը սովորաբար ձևավորվում են այն պարագայում, եւ պատասխանները կան, բայց մենք այդ պատասխանները համառորեն շրջանցում ենք, ու մենք փորձում ենք պատասխանել այն հարցերին, որոնք ընդհանրապես գոյություն չունեն որպես հարց։ Դա է մեր ժամանակների, գուցե նաեւ քաղաքացիական պայմանագրի ձախողումների պարադոքսը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։
ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Թրիփի մասով իդեպ Տիկին Ադամյան կառավարությունը սկսում է թրիփի վավերացման գործընթաց, այսօր մամուլը գրել էր, որ նախագիծը ուղարկվելու է սահմանադրական դատարան։ Հիմա փաստորեն այս նախագծի իրականացմանը խոչընդոտելու է ոչ միայն ռուսամետ ընդդիմությունը խորհրդարանում, այլև Ռուսաստանը եւ երկաթուղին է, ոնց հասկանում եմ, ամենագլխավոր խնդիրը Փաշինյանի Եկատերինբուրգյան այցի մասով ինչ կարող եք ասել։ Սա հրատապ կարգով Փաշինյանը փորձում էր սահմանափակումների հարց լուծել, թե երկաթուղին էլ կապ ուներ այս ամենի հետ եւ ընդհանուր տպավորությունը ինչ կարող եք ասել։ Պուտինի հետ հանդիպում տեղի չի ունենում, ինչպես տեսնում ենք, շնորհավորանքը չկա։ Ճիշտ է, շատերը համարում են, որ այդ շնորհավորանքը պետք է մեզ համարեական չլինի, մենք չսպասենք Ռուսաստանի կողմից շնորհավորանքին, բայց ամեն դեպքում դա ակնհայտ մեսիջ է ուղղված երկրին։ Այստեղ շատ բան չկա ասելու, որովհետև այո, Պուտինի շնորհավորանքը ես կարծում եմ կարևոր է բոլոր նրանց համար, ում հայրենիքը Ռուսաստանն է, բայց իրենք չգիտես ինչու է ապրում են Հայաստանի Հանրապետությունում։ Անձամբ համար բացարձակապես ոչ մի նշանակություն չունի Պուտինը շնորհավորել թե չի շնորհավորել։ Ընտրությունները վավեր են թե անվավեր են, դա Պուտինի շնորհավորանքից կամ Ռուսաստանի Դաշնության որևէ պաշտոնյայի շնորհավորանքից ընդհանրապես կախված չէ, նույն չափով ավելի կախված չէ որևէ այլ երկրի ղեկավարի շնորհավորանքից, որովհետև այստեղ ընտրությունների մեջ ներգրավված ենք մենք։ Մենք պետք է այդ ընտրությունները համարենք լեգիտիմ կամ համարենք ոչ լեգիտիմ։ Այստեղ մենք ունենք շատ ավելի դժվար իրավիճակ, որտեղ խորհրդարանում ընդդիմությունը իշխանությանն է համարում ոչ լեգիտիմ, իշխանությունը ընդդիմությանն է համարում ոչ լեգիտիմ, բայց չգիտես ինչու թե իշխանությունը, թե ընդդիմությունը խորհրդարանը համարում է լեգիտիմ։ Այս սա է պարադոքսը, սա է կազուսը։ Եվ այդ կազուսից փորձելու է օգտվել Ռուսաստանի Դաշնությունը։ Այդ կազուսը փորձելու է իր շահերին ծառայեցնել Ռուսաստանի Դաշնությունը։ Այո, Փաշինյանը ասում էր, որ ինքը ընտրություններից հետո կգնա կհանդիպի Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ, բոլոր հարցերը կլուծվեն։ Հարցերը չեն լուծվելու։ Հարցերը չեն լուծվելու, ուզում են Միշուստինին հանդիպի, ուզում են նույնիսկ Պուտինին հանդիպի։ Հարցերը չեն լուծվելու, որտեղ Ռուսաստանի Դաշնության համար այստեղ կարևորը իր գլխավոր խնդիրն է։ Հայաստանի Հանրապետությունը իր ազատությունից դուրս չգա։ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունը իր գլխավոր խնդիրը չլուծեց։ Գլխավոր խնդիրը Հայաստանի Հանրապետությունում իշխանապողությունն էր, հեղաշրջում եղավ։ Չեղավ եւ փառք Աստծո որ չեղավ։ Չեղավ, բայց Ռուսաստանը շարունակելու է լուծվելու եւ մնալու է այնպիսի իրավիճակ, որը ձեռնտու է Ռուսաստանին, այդ դեպքում կարելի ասել, որ մենք էլ շահող դուրս չեկանք որպես քաղաքացիներ, որպես քաղաքացի, այո, շահի առաջ որպես քաղաքացի միանգամայն ճիշտ եք, մենք շահող դուրս չեկանք, որովհետեւ Հայաստանի Հանրապետության ինչին վիճակագրական ընտրողները գնացին եւ այնպես ընտրություն արեցին, որ Ռուսաստանը կարող ուներ նվազագույն ծրագիրը կատարի եւ խորհրդարանում հայտնվեն Կրեմլի
բանականները բավականին զանգվածով։ Սա Հայաստանի Հանրապետության ընտրողների որոշումն է, որը հետ ուզեք, թե չուզեք, պիտի համաձայնեք։ Սա հարցի մի կողմն է, եկեք վերադառնանք Ռուսաստանի Դաշնություն։ Ես չեմ կարծում, որ Եկատերինբուրգում հանդիպումը ընդհանրապես իմաստ ուներ։ Եվ Եկատերինբուրգում հանդիպումը որևէ խնդիր լուծելու էր, որևէ խնդրի ծառայելու էր։ Թեպետ իշխանությունից կարող են ասել, որ դեռ Երևան խնդրի լուծումները չեն երևալու, որտեղ Ռուսաստանի Դաշնությունը շատ լավ հասկանում է, որ Հայաստանի Հանրապետության հետ այլևս վերականգնել նախկին հարաբերությունները հնարավոր չի, անդառնալիության կետը արդեն անցել ենք, անգամ եթե Զախարովան ոչ թե ասենք շաբաթվա մեջ 1 օր, այլ շաբաթվա մեջ 7 օր սիրո բացատրություններ հայ ժողովրդին, Հայաստանին, չգիտեմ, մեզնից յուրաքանչյուրին ուղի, դրանից ոչինչ չի փոխվելու, դրանից Ռուսաստանի Դաշնության քաղաքականությունը չի փոխվելու։ Ռուսաստանի Դաշնության համար Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի իբրև տարածք, ոչ իբրև պետություն, իբրև տարածք, որտեղ պետք է լինի իր ազդեցությունը։ Եվ այնքան որքան այդ ազդեցությունը նվազում է, այնքան Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության համար դառնում է, ինչ ասեմ, վտանգավոր ու թշնամի պետություն։ Եկեք համեմատենք Ղազախստանը ինչ քայլեր է արել Եվրամիության հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը խորացնելու։ Ռուսաստանի Դաշնությունից Ղազախստանի հասցեին հնչել է որևէ սպառնալիք, որևէ պատժամիջոց Ղազախստանի նկատմամբ կիրառվել է։ Վերջին հաշվով եկեք համեմատենք Իլհամ Ալիևին։ Այո, Ադրբեջանի հետ կապված երեկվա Պեսկովի հայտարարությունը։ Այո։ Պեսկովը այնպեսի Չերնում շնորհակալություն հայտներ Իլհամ Ալիևին, որ ընդունում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, խորին շնորհակալություն Իլհամ Հեյդարովիչ, բայց մենք դա դեռ տարբեր խողովակներով կքննարկենք։ Ինչի մասին է խոսքը։ Գիտեք դա ինչից է գալիս, որտեղ մենք փորձում ենք անվերջ Ռուսաստանի Դաշնության հետ գնալ այսպես, հիշում եք Կոտլեոպոլդի մասին հայտնի մուլտֆիլմը։ Ребята, давайте жить дружно։ Չի լինում է дружно, որտեղ Ռուսաստանի Դաշնությունը չի ուզում քեզ այդ բարեկամություն անել։ Ռուսաստանի Դաշնությունը ուզում է քեզ տեսնել ենթակա։ Բայց հիմա թրիփի ճակատագիր է, ենթադրենք Սահմանադրական դատարանը խնդիրներ չի տեսնում նախագծի հետ կապված, դրանից հետո գնալու է խորհրդարան, ինչ։ Ըստ էության Սահմանադրական դատարան թրիփի հետ կապված խնդիր ես չեմ կարծում, որ կա որ տեսնի։ Եթե լիներ կտեսներ ամենայն հավանականությամբ։ Այստեղ որևէ խնդիր չկա, տրիպը կառուցվելու է անկախ նրանց խորհրդարանը ինչ քննարկում կունենա կամ խորհրդարանը ինչ վերաբերմունք կունենա։ Դա տրիպին չի վերաբերում, դա վերաբերում է Հայաստանի Հանրապետության ապագային, Հայաստանի Հանրապետության զարգացմանը, եթե կուզեք Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքական մթնոլորտին։ Տեսեք դուք հարցազրույցը սկսեցիք Գագիկ Ծառուկյանի մասին հարցով։ Ես էլի վերադառնալու եմ Գագիկ Ծառուկյանին։ Որտեղից են առաջանում Գագիկ Ծառուկյանները, այդ ֆենոմենները որտեղից են առաջանում։ Սարոյանը ճիշտ է, չէ, ինչ որ բան սխալ է։ Ինչ որ բան սխալ է։ Եկեք հասկանանք էլի այդ սխալը որն է։ Ու ինչու մենք պիտի անverջ պայքարենք հետևանքների դեմ։ Ինչու մենք չենք վերացնում պատճառները։ Պատճառները վերացնենք, որ այսպես բոլշևիկաբար, քաջաբար, անձնուրաց չստեղծենք խնդիրներ, այդ նույն խնդիրները հետո նույնքան անձնուրաց հաղթահարելու ազնիվ մղումով։ Ինչու։ Ես կարծում եմ, որ Հանրապետություն կուսակցության ամենայն դեպս գործունեության հիմքում եղել է այդ պատճառների վերացումը։ Դու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն է գլխավոր խնդիրը։ Եթե դու քո ինքնիշխանության գիտակցությամբ չես գնում Ռուսաստանի Դաշնության այդ բանակցությունների, Ռուսաստանի Դաշնությունում հաջողության չես հասնելու։ Բարձ համադրում Ադրբեջանը գաբալայեց ռուսներին, ինչ արեց։ Հանեց։ Ոնց արեց։ Շատ գեղեցիկ եւ ամենայն դեպս որևէ հետևանք գաբալայից ռուսների հեռացումը չունեցավ։ Արցախից էլ հաջողությամբ հանեցին։ Շնորհակալություն հիշեցման համար։ Հիմա մենք երբ որ գնում ենք Ռուսաստանի Դաշնության հետ բանակցելու, մենք պետք է գնանք ասենք դե կներեք, մենք այսպես մի քիչ ուզում ենք ինքնիշխան լինենք, էլի մի այդքան առարկեք։ Սա պիտի ասենք, թե պիտի ասենք դուք ունեիք հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը 2008 թվականից առ այսօրին չեք արել։
Ինչ է կարել առ այսօր, ինչու ներհայաստանյան գոնե ցանցում այդ երկաթուղին չի գործել, ինչու է այդ երկաթուղին դեռ ժամում այդպես 40-ից 60 կիլոմետր արագություն, տիեզերական արագություն է զարգացնում, երբ կրյաները հիմա ավելի մեծ արագություն ունեն։ Բարի եղեք կամ կատարեք պայմանագրով նախատեսված ձեր բոլոր քայլերը, կամ ենք դիմում ենք Փարիզի արբիտրաժային դատարան պայմանագիրը լուծարելու։ Վերջ, քննարկումներն այստեղ ավարտվում են։ Քննարկումները այստեղ ավարտվում են։ Մեր տարածքում դուք ունեք 100 ռազմաբազան։ Մենք այդ պայմանագիրը մեր փառահեղ, հանճարեղ, այսպես ինչ ասեմ, Հայաստանի Հանրապետության ցավերով տառապող նախագահներից մեկը մինչև 2045 թվականը դες հնարավորություն է տվել այդ ռազմաբազային պահելու, բայց տարածաշրջանում աշխարհում աշխարհակաղակական կտրվածքով իրավիճակ է փոխվել, մենք ձեր ռազմաբազայի անհրաժեշտությունը չենք զգում, մենք ամենայն դեպս ռազմաբազայի ներկայությանը իբրև Հայաստանի Հանրապետության պաշտպանության խնդիր այլևս համարում ենք լուծված։ Մտածեք ռազմաբազան անելու մասին։ Եվ վերջապես խորին շնորհակալություն փառքուպատիվ բոլոր ռուս սահմանապահներին։ Մենք հիմա ինքներս կարող ենք մեր սահմանները պահել։ Ռուս սահմանապահների ծառայության համար իսկապես ես այստեղ դույզնի չեկնանք չկա, ասում եմ ամենայն անկեղծությամբ շատ շնորհակալություն այսքան տարի բարի կամ շահախնդիր ծառայության համար։ Հեռացեք մեր երկրից, շնորհակալ ենք։ Եթե դու ես 3 խնդիր է դնում ես Ռուսաստանի Դաշնության սեղանին, լրջորեն ես դնում Ռուսաստանի Դաշնության այդ բանակցային սեղանին, Ռուսաստանի Դաշնությունը քեզ հետ սկսում է այլ լեզվով խոսել։ Ռուսաստանի Դաշնությունը դրանից հետո ունի երկու ճանապարհ, կամ քեզ հետ վերաբերվում է իբրև հարգանքով, իբրև հավասարի, կամ շարունակում է շանտաժ լեզուն։ Շանտաժի լեզուն էս պարագայում ահագին կրճատվել է, որովհետև մենք Ռուսաստանի Դաշնության հետ սահման չունենք, Ռուսաստանի Դաշնությունը այլևս որևէ պարագայում չի կարող Ադրբեջանին հրահրել Հայաստանի Հանրապետության, որը կարող են փակել։ Այդ երկրորդն էր, ես ուզում էի ռազմականի մասին խոսել, հետո տնտեսականի։ Ռազմական վտանգ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի համար ամենևս կազուսպել չկա, որպեսզի որևէ պարագայում Ռուսաստանի Դաշնությունը հարձակվի իրենց բավական աշխարհագրորեն հեռու մի պետության վրա։ Կա տնտեսական է, այդ տնտեսական սրանից են կողմին չպետք է անի, գազը կտրի։ Գազը շատ լավ։ Գազը կտրի, Գազը գինը պետք է թանկացի, լարսը փակում է, մենք ունենք բոլորովին այլ այս պարագայում այլ լոգիստիկ հնարավորություններ։ Մեր առաջ Եվրոպա այդ դուռը բացել է։ Մեր առաջ Եվրոպա այդ դուռը բացել է։ Եվ վերջին հաշվով, եթե դուք գտնում եք իբրև պետության տնտեսական կյանքի պատասխանատու, եթե գտնում եք, որ լարսը ձեր առաջ փակվելու է, եթե շատ բարդ էսպես, ինչ ասեմ, տիեզերական բարդություն չի այդ հաշվարկը անելը, որ Ռուսաստանի Դաշնության հաջորդ քայլը լինելու է կամ գազի թանկացումը, կամ ընդհանրապես գազի գնի թանկացումը, կամ ընդհանրապես գազի մատակարարումը դադարեցնելը, եւ մտածեք այլ աղբյուրների մասին, մտածեք Իրանի մասին, մտածեք Թուրքմենստանից գազ բերելու վերջապես Ադրբեջանը կա։ Ինչու չեն արվում այս քայլերը։ Ես կարծում եմ, այս քայլերը արվել են, այս հաշվարկները արվել են։ Ես չեմ կարծում, որ չեն արվել։ Ես կարծում եմ արվել են։ Եվ Ռուսաստանի Դաշնությունը շատ լավ հասկանում է, որ եթե գնում է իր վերջին, այսպես վերջին քայլին, գազին, միշտ կորցնում է Հայաստանը։ Տիկին Ադամյան, ամեն դեպքում վերադառնալով այդ Փաշինյանի ասած եռագլուխ հրեշին ու դրա համատեքստում Գագիկ Ծառուկյանին, ասել, որ Գագիկ Ծառուկյանով մասնակի է մասնատվում այդ եռագլուխ հրեշը։ Այսինքն մենք որպես հրեշի գլխատում միայն մի գլխի գլխատում ենք տեսնելու, այսպես ասած։ Որովհետև երբ որ մյուս երկուսը հայտնվում են խորհրդարանում, նրանց նկատմամբ նման կտրուկ գործողությունները ավելի բարդ չեն դառնում։ Գուցե ես հիմա ձեզ մի թեթևակի հաստատեցնեմ, բայց եկեք արձանագրենք, հա, խնդիրը հրեշները չեն եւ խնդիրը հրեշների գլուխները չեն։ Խնդիրը այն պայմաններն են, թե ինչու են Հայաստանի Հանրապետությունում հայտնվում տարատեսակ կանցորներ ու եկվորներ։ Նրանց նկատմամբ ինչու պահանջարկ կա։ Ով է Սամվել հարցեք դուք բարձր։ Ես ասում եմ, Հանրապետություն կուսակցությունը ընդհանրապես իր ողջ գործունեության ընթացքում ջատագովել է պատճառների վերացումը, ոչ թե հետևանքների դեմ պայքարը։ Ձեր ասածը հետևանքի դեմ պայքար է։ Եկեք պատճառը վերացնենք։ Ինչու ձևավորվեց Սամվել Կարապետյան ֆենոմենը։ Ինչու ձևավորվում Գագիկ Ծառուկյան ֆենոմենը։ Արդյոք քաղաքական գնահատական տրվել է Հայաստանի Հանրապետության
նախկին ղեկավարությանը։ Եթե քաղաքական գնահատական տրվել է, նրանք ֆինանսապես չէին ունենա այն կայսրությունները, որոնք ունեն։ Պարզապես ֆինանսապես այդ կայսրությունները չէին ունենա։ Իսկ այդ կայսրությունները ունենալը նրանց մղում է քաղաքական ասպարեզ։ Հնարավորություն է տալիս քաղաքական ասպարեզում բավականին ազդեցիկ գործել։ Նաև շահ է դառնում, անձնական շահ է դառնում մտնել խորհրդարան իրենց կայսրությունը այս կամ անկերպ իրենց անձի անվտանգությունը հնարավորին չափ երաշխավորելու պահպանելու համար։ Դա բարդ հանգույց չի, դա Գորջան հանգույց չի, Ալեքսանդր Մակեդոնացի պետք չէ որ այստեղ գա այդ Գորջան հանգույցը քակի։ Այստեղ պետությունը շատ հանգիստ իր բոլոր համակարգերը կարող է, եթե ցանկություն ունի, կարող է գործել դնել եւ այդ խնդիրը լուծել։ Այ պատճառների վերացումը դա կլինի, տնտեսական մոնոպոլիաների վերացումը դա կլինի։ Մոնոպոլիաների վերացումը ներհայաստանյան մակարդակով դա կլինի։ Եկեք հասկանանք, թե Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը Հայաստանի Հանրապետության տնտեսական կյանքում ինչ նշանակություն ունեն։ Ինչպես են այդ ամեն ինչը կուտակել իրենց ձեռքում եւ ինչու են այնուամենայնիվ մինչեւ հիմա պահում իրենց ձեռքում։ Այդ ձեռնարկություններում ինչ զարգացումներ կարող են լինել, ինչ ճյուղեր, տնտեսական ինչ ճյուղեր կարող են զարգանալ, որ չեն զարգացել։ Եկեք նաև հասկանանք, ինչու այսօր Հայաստանի Հանրապետությունը շարունակում է Ռուսաստանի Դաշնությունից ծորեն ներկրել են պարագայում, երբ մեր դեռ ծառերին գտնվող բերքը Ռուսաստանի Դաշնությունում գնահատվում է կյանքի հետ անհամատեղելի վնասատուներ ունեցող։ Մենք չենք կարող հանգիստ ասել սիրելի Ռուսաստանի Դաշնություն, մենք ծորեն այսուհետ ներկրում ենք Ղազախստանից եւ Փարքաստու Ուկրաինայից։ Ուկրաինան պատրաստ է այստեղ գալ եւ մեզ համար նաև պահեստարաններ ստեղծել, նաև ալերաղացներ ստեղծել եւ այլն, պատրաստ է այդ երկիրը։ Ինչու մենք դա չենք անում։ Սա Հայաստանի Հանրապետության տնտեսության ներքին խնդիրն է, Ռուսաստանի Դաշնության հետ կապված չի։ Ինչու այդ խնդիրները չեն լուծվում։ Ինչու են մոնոպոլիաները թվում թե Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես մոնոպոլիաները վերացված են, բայց շատ տնտեսավարողներ ունեն մոնոպոլ դիրքեր։ Եվ այդ մոնոպոլ դիրքերի վերացումը բխում է պետության շահից։ Ես կարծում եմ նաև այստեղ մեկ այլ խնդիր էլ կա։ Տեսեք, մենք անվերջ խոսում ենք այս կուսակցություններից, բայց մենք չենք փորձում հասկանալ, իսկ այս կուսակցությունները ընդհանրապես գաղափարական որևէ հենք ունեն։ Ինչ նորություն, ինչ գաղափար, ինչ են բերում նրանք այս քաղաքական դաշտ։ Քաղաքական դաշտ, ինչ գաղափար են բերում այս կուսակցությունները, բացի նրանից, որ ԿՊ-ն պետք է հեռանա։ Վարչապետը պետք է հեռանա։ Որևէ այլ դրանից հետո կորոշեն չկան։ Կներեք, դրանից հետո որոշելը ո՞րն է։ Դուք ասեք հեռացավ, ինչ է լինում, որպեսզի կարողանաք հավաքել թեկուզ այն քրիտիկական զանգվածը, որը ամենայն դեպս տարիներով չեք հավաքում ու չեք էլ հավաքելու հիմա։ Չեք հավաքելու հիմա, որտեղ դուք ոչինչ չեք ասում։ Կամ էլ վերադառնանք Լևոն Տեր-Պետրոսյանի փառահեղ ձևակերպումին, կգնանք Ռուսաստան կիմանանք։ Հա։ Չէ, մենք Ռուսաստան գնալու կարիք չունենք։ Մեր մայրաքաղաքը չզարմանաք, Երևանն է։ Ամփոփենք Տիկին Ադամյան մեր հարցազրույցը, ինչ եք կարծում Իսրայելի արտգործնախարարը, ինչու բերեց նախագիծ Հայոց ցեղասպանությունը ճանաչող, որը կառավարության հավանության արժանացավ, հիմա էլ Իսրայելի խորհրդարանում կասեցվել է այդ բանաձևի քվեարկությունը եւ գիտեք, երբ որ հայտարարվեց, որ Իսրայելում կառավարությունը հավանություն է տվել այդ նախագծին, մեզ մոտ քննադատում էին Հայաստանի իշխանություններին, ասում էին չկարողացան օգտագործել այս հնարավորությունը, հազիվ Իսրայելի հետ կարելի էր հարաբերություններ կարգավորել, միասնական ճակատով ընդհանուր թշնամու դեմ պայքարել, մի խոսքով քննադատության մեծ տեղատարապ հնչեց անձամբ Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Ինչ խնդիր լուծեց Իսրայելը, ինչ կամ փորձում էր լուծել եւ մեր արձագանքը որքանով էր համարժեք կամ տեղին անտեղին։ Այո, մեկ համար գաղտնիք չէ, որ ես կողմ եմ Իսրայելի հետ հարաբերությունների զարգացմանը եւ կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է պարտադիր միանա Աբրահամյան համաձայնագրերին, որովհետեւ Իսրայելի հետ հարաբերությունների զարգացումը մեզ համար արտաքին քաղաքականության մեջ բազում խնդիրներ լուծելու է իշա Հայաստանի։ Բայց սա հարցի մի կողմն է, այս պարագայում բացարձակապես այլ խնդիր է։ Կարծում եմ էլի որևէ մեկի համար գաղտնիք չի, որքան էլ որ դա տավտոլոգիա է, որ ցեղասպանության խնդիրը տարբեր պետություններ օգտագործում են ոչ թե մեր զոհերի, անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար կամ նրանց իրավունքների ճանաչման վավերացման համար, այլ Թուրքիայի հետ իրենց հարաբերություններում մանրադրամ։ Որևէ մեկի համար դա
երբևէ գաղտնիք չի եղել եւ տասնամյակներով այդ քաղաքականությունը շարունակվել է, վարվել է։ Հիմա նույնպես տեղի ունեցավ այդ մեկ գործողությամբ, առայժմ մեկ գործողությամբ փոքրիկ ողբերգությունը, էլի ցեղասպանության զոհերի հիշատակը սեփական, քաղաքական շահի համար օգտագործելու, որովհետև երբ Էրդողանը հայտարարում է, որ Երուսաղեմը 100-ամյակներով թուրքական քաղաք է, երբ Նետանյահուն հայտարարում է ֆաշիստ, որ պետք է Հաագայի դատարանով դատապարտվի եւ այլն, այսինքն իսրայելա-թուրքական հարաբերությունների այս լարման պարագայում Իսրայելը օգտագործեց պարզապես ցեղասպանությունը ճանաչումը որպես սպառնալիք Թուրքիային։ Ամենայն հավանականությամբ ինչ որ այդ սպառնալիքը ինչ որ հաջողության հասավ, թուրք-իսրայելական հարաբերություններում այդ սրությունը փոքրինչ նվազեց եւ Կնեսետի օրակարգ կառավարության օրինագիծը չմտավ, բայց այստեղ կա մի նրբացիչ դեպք անցանած այնուամենայնիվ, որովհետև սեպտեմբերին Կնեսետի ընտրություններ են, խորհրդարանը ըստ էության լուծարվում, ժամկետը ավարտել է, լրացել է ժամկետը, գնում են նոր ընտրությունները եւ չի բացառվում, որ այդ օրինագիծը մտնի ընտրված կամ ընտրվելիք խորհրդարանի ամենայն դեպս շրջանառության մեջ լինի նաև նոր խորհրդարանում, որովհետև տարածաշրջանում բախումները չեն նվազելու, տարածաշրջանում շահերի այս պայքարը շարունակվում է, մեծ մերձավոր արևելքում բազում խնդիրներ են քննարկվում եւ թուրք-իսրայելական հարաբերությունների համար Իսրայելը այս մահակը միշտ ունենալու է։ Ամբողջ պատմությունը դա է։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը այս պարագայում ճիշտ քաղաքականություն վարեց, որովհետև բուրն հրճվանք ապրել, որ հոլոկոստ ապրած երկիրը 111 թերևս տարի հետո նոր գլխի ընկավ, որ ցեղասպանություն է եղել։ Քիչ արդար չի էլի։ Ոնց ուզում եք վերցրել։ Ես կարծում եմ, որ թեթևակի կարող էին արձանագրել, այո։ Բայց անդրադառնալ այդ փաստին պետք էր այն ժամանակ, սա էլ է ընթացակարգային խնդիր, անդրադառնալ այդ փաստին պետք էր այն ժամանակ, երբ Կնեսետն էլ ընդուներ, երբ Իսրայելի նախագահն էլ այդ օրենքը ընդունած ստորագրեր, վավերացներ, այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության իշխանությունը այս խնդրին պետք է անդրադառնար։ Հավարդ ես ուզում եմ խոսել բոլորովին այլ խնդրի մասին, ձեր թույլտվությամբ, որը իսկապես վերաբերում է Հայաստանի Հանրապետության ներքին ու արտաքին օրակարգին։ Տեսեք, մենք անվերջ խոսում ենք սահմանադրական փոփոխություններից, խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերը անվերջ ներկայացնում են իշխանության այն փաստարկը, որ այդ սահմանադրության նոր նախագիծը ներկայացված չէ, թեպետ արդարացության նախարարը խոստացել էր մարտին ներկայացնել եւ այլն։ Մենք ուզում ենք առաջարկել սահմանադրության նախագծում նոր հոդված։ Ամենայնպես Հանրապետություն կուսակցությունն այդ քննարկումները այդ որոշումը կայացրել է եւ պատրաստվում է աշնանը քննարկումներ սկսել բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների հետ։ Մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունում պարտադիր պետք է լինի դրույթ առ այն, որ Հայաստանի Հանրապետության Եվրամիության անդամակցության գործընթացը անշրջելի է եւ մեր նպատակն է անդամակցել Եվրամիությանը։ Սա պետք է լինի Հայաստանի Հանրապետության սահմանադրությունում։ Մենք բավականին, այսպես ասած, չասեմ դառը, բայց ամենայն դեպս բավականին դիպուկ փորձ ունենք այս առումով, որովհետեւ նաեւ մեր նախաձեռնությամբ այս արտախորհրդարանական առաջին անգամ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ժողովրդի ստորագրությամբ օրենք մտավ եւ ընդունվեց խորհրդարանում 2024-ին, 2 տարում այդ օրենքը որևէ զարգացում չունեցավ ըստ էության։ Ամենայն դեպս անգամ քաղաքացիական պայմանագրի պատգամավորներն էին ասում, որ պետք է լինի փոխվարչապետի պաշտոն։ Անձամբ ես առաջին ելույթը ունենալով ժամանակագրորեն պես ստացվեց, որ լսումներում առաջին ելույթը ես եմ ունեցել եւ ի սկզբանե առաջարկել եմ, որ ստեղծվի Եվրամիության անդամակցության գործերով նախարարություն, ու այդ նախարարությունում հավաքվեն շատ կարևոր գործառույթներ։ Ես հիմա էլ դա պնդում եմ, որովհետեւ եթե մենք իսկապես
հասկանում ենք, որ մեզ համար Եվրամիություն դեպի գնալը, դեպի արևմուտք գնալը, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրամիության հետ տնտեսական, քաղաքական, ռազմական կապերի խորացումը այլընտրանք չունի, մենք պետք է այդ գործով զբաղվենք լրջորեն ինստիտուցիոնալ մակարդակով, պետական մակարդակով, ապավինենք, ասենք, տարբեր պաշտոնյաների, տարբեր երկրներում, տարբեր հանդիպումներով, դա պետք է համատեղվի եւ լուծվի մեկտեղ։ Եվ կարծում եմ, որ շատ ճիշտ առաջարկ է, քննարկման, ոչ միայն քննարկման, այլև հավանության արժանի առաջարկ է, որ այո, Հայաստանի Հանրապետության նոր սահմանադրության մեջ, որը դեռ ոնց որ նախագծի փուլում է, այդ դրույթը պարտադիր ամրագրվի, որտեղ դա անշրջելի է դարձնում ոչ միայն դեպի արևմուտք ընթացքը, այլև դա պաշտպանված է դարձնում մեզ, այլև դա հնարավորինս խաղաղությանն է նպաստում։ Դա նպաստում է այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետությունում այլևս այս ներքաղաքական առնեմ ծախեմները, օդից փողերը, չգիտեմ ինչերը, դառնում են Ռուսաստանի Դաշնության համար նվազ շահավետ։ Ռուսաստանի Դաշնության համար Հայաստանի Հանրապետությունը դառնում է սակարկումներից դուրս երկիր, որտեղ այդ երկիրը անշրջելիորեն գնում է մի ճանապարհով, որտեղ Ռուսաստանի Դաշնության ենթակայությունը արդեն օրենքի մակարդակով, սահմանադրության մակարդակով է բացառվում։ Դա փոխելու է բոլորիս կյանքը, հավատացնում եմ ձեզ, եթե մենք իհարկե ունենք բավարար խելք, եթե ունենք բավարար կամք, եթե բավարար սիրում ենք մեր երկիրը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ հրապարակախոս Անահիտ Ադամյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել էկրանի երևացող QR կոդով։